Պարոն վարչապետ, դուք նոր ասացիք, որ ձեր նշանակված կադրերից մեկը, որ մանդիմադիր է, ուղարկել եք ընդդիմություն աշխատելու ըստեյության արդեն, ու ուզում եմ իմանալ արդյոք ընկերներին հետը տարելա թե չէ։ Եվ երկրորդ հարցս, դուք վերջերս նորից խոսել եք օտարերկրյա գործարարների մասին, նաև ինոագենտների մասին եք հիշատակել, ուզում եմ հասկանալ, թե ում մասին է խոսքը ինոագենտներ ասելով կամ օտարերկրյա գործարարներ ասելով ում նկատի ունեք, արդյոք կան այդպիսի բացահայտված դեպքեր, թե ոչ։ Նախ ես կարող եմ ասել այդ ընկերներից ոչ մեկ չի աշխատում հիմա, բնականաբար։ Համենայն դեպս նրանք, ովքեր զուտ ընկեր լինելու փաստի բերումով են նշանակվել աշխատանքի։ Ինչ վերաբերում է ինոագենտ եւ այլն, դրանք երբեմն որպես պատկերավոր ձևակերպում են օգտագործվում, բայց ես համար ուզում եմ գաղտնիք բացահայտել։ Մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ եւ ձեռք բերված տվյալներով գործում են այլ երկրների օրակարգով, դա տարբեր ձևով է։ Եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Շնորհակալություն, հաջորդ։ Եվ այն դեպքերում, երբ որ արդեն գծեր կհատվեն, կան, որ շատ մոտիկ են, գծին սենց եզրով քայլում են, երբ որ հատեն կլինի հակազդեցություն, բայց այն, որ այսօր այդ կարգավիճակի մեջ է, ես այդ մարդկանց ցուցակ ունեմ, անուն ազգանունով, կոնտակտներով։ Ես խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին։